Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ հանրապետությունում ծավալվող իրադարձությունների նկատմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-խոսնակը պատասխանելով վերջին շրջանի ձերբակալությունների մասին հարցին։ Մոսկվան ակնկալում է, որ քաղաքական դաշինքները, կուսակցությունները, հասարակական գործիչները եւ ակտիվիստները, որոնք ջանքեր են գործադրում մեր երկկողմ գործակցության ամրապնդման ուղղությամբ, կկարողանան հանգիստ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ասել է Մարիա Զախարովան։ Նա հավելել է, Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր, սակայն կարծում է, որ վերջին զարգացումները ծավալվում են երկկողմ հարաբերություններին եւ Ռուսաստանին վերաբերող կարգախոսների ներքո։ Զախարովան նշել է, թե նման մոտեցումը հակասում է պաշտոնական Երևանի հավաստիացումներին, որ իշխանությունները չեն ցանկանում վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ ԱԳՆ-խոսնակը նաեւ կրկնել է, որ Հայաստանը չի կարող միանալ ԵՄ-ին եւ միաժամանակ լինել ԵԱՏՄ անդամ։ Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրոինտեգրման իր ձգտումները, հավելել է Զախարովան։ Նրա համոզմամբ Եվրամիությունը իբր ցանկանում է խաթարել ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն տնտեսական եւ համագործակցային կապերը։ Եթե այդպես չլիներ, կարելի էր դիտարկել որոշ հնարավորություններ, սակայն դրանք չկան, եզրափակել է Մարիա Զախարովան։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ սեպտեմբերին Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները կարող են նոր հանդիպում անցկացնել։ Նրա խոսքով այս պահին բանակցային գործընթացում դադար է։ Մոսկվայից արձագանքել են, Կրեմլը տեղեկություն չունի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ծրագրերի եւ ժամկետների մասին, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Անդրադառնալով ԶԼՄ-ների հրապարակումներին, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, Կրեմլի խոսնակը նշել է, դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։ Նա հավելել է, ռուսական կողմը էսկալացիայի գնալու կարիք չունի, քանի որ Ուկրաինայում բոլոր ուղղություններով առաջ է շարժվում։ Այս ֆոնին կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները Օրենբուրգում եւ Ուֆայում ուկրաինական ուժերը թիրախավորել են օզոնի լոգիստիկ օբյեկտներ։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, ըստ Դաշնության պաշտպանական գերատեսչության, զանգվածային հարվածներ են հասցվել Կիևում, Բորիսպոլում, Զապորոժիեում, Կրեմենչուկում եւ Կրիվոյ Ռոգում ռազմարդյունաբերական, մետալուրգիական, նավթավերամշակման եւ լոգիստիկ ենթակառուցվածքների։ Թիրախավորվել են նաեւ Օդեսայի եւ Չեռնոմորսկի նավահանգիստները։ Օդեսայի իշխանություններն էլ հայտնել են, որ հարձակման են ենթարկվել բնակելի կառույցներ եւ ուսումնական հաստատություններ, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Կիևի մարզում եւս քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, պահեստներ են հրդեհվել։ Վիրավորներ եւ զոհեր կան Կրիվոյ Ռոգում, Խարկովում եւ Դնեպրոպետրովսկի մարզում։ 5 ԱԹՍ էլ հատել է Մոլդովայի օդային տարածքը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ հանդիպել է օրերս Մոսկվա մեկնած ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեդկլիֆի հետ։ Կողմերը քննարկել են հետախուզական ծառայությունների իրավասության հարցեր։ Նարիշկինը ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումը որակել է աշխատանքային, չմանրամասնելով ինչ թեմաների են անդրադարձել։ Որևէ անսովոր բան տեղի չի ունեցել, նման տեսակի շփումը մեր աշխատանքի մասն է, նշել է ռուս պաշտոնյան։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստան Ռեդկլիֆի այցը ինչ-որ չափով առօրեական էր։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ այն կարող է որոշակի արդյունքներ տալ։ Նա հավելել է, շատ են ցանկանում, որ Ուկրաինայում պատերազմը դադարի։ Wall Street Journal-ը եւ Politico-ն գրում են, որ հետախուզական ծառայությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում ընդգծվել է հատկապես Բալթյան երկրների դեմ էսկալացիայի անթույլատրելիությունը։ Նաեւ ամերիկյան կողմը հերթական անգամ շեշտել է Իրանին ռազմական եւ տնտեսական աջակցությունը դադարեցնելու կարեւորությունը։ Նեպալում եւ Չինաստանում մասշտաբային ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն արդեն հատում է 270-ը, 1000-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած։ Reuters-ի տվյալով նրանցից մոտ 500-ը օտարերկրացիներ են 28 երկրից, տուժել են նաեւ անվտանգության աշխատակիցներ։ Նախնական գնահատմամբ երկրաշարժը ձնահյուս է առաջացրել, ինչն էլ հանգեցրել է ջրհեղեղի։ Վնասվել են բնակելի կառույցներ, ճանապարհներ, կամուրջներ եւ մեքենաներ, որոնողափրկարարական գործողություններին մասնակցում է ավելի քան 5000 զինվորական եւ ոստիկան։ Պատճառված վնասը գնահատվում է ավելի քան $1 միլիարդ։ Դիանա Գասպարյան, լուրեր։